Աղջիկի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի Վարդան, այդ զավենին պետքա պարկսնենք ու այդ պետքա անենք շատ արագ, հենց այսօր Եթե մենք այդ բանը չանենք ինքն է անելու Հիմա ով շուտ ձերքը զենքին տարավ, ինքն էլ էս կռիվը հաղթելու է Ճիշտ ես ասում Ով առաջինը ձերքը տարավ զենքին ու կրակեց Նա է հաղթելու, բայց մենք արդեն ուշացել ենք Ոնց ենք ուշացել Ատենց ատոմ, Զավենը իր առաջի կրակոցը արդեն կրակել է ու այդ գյուլն են գալիս է մեր վրա Վարդան չեմ հասկանում ինչ ես ուզում դրանով ասես Ինչի չես հասկանում ատոմ Զավենը են գլխից որոշել էր այս հարցը զենքի ուժով լուծեր Ճիշտ է, ես այս անգամ իրանից խորաման գտնվեցի Բայց մյուս անգամ զավենի ստրելոկները որ եկան Այդ անգամ մենք երկուսս էլ շանս չենք ունենալու Դրա համար էլ ասում եմ, որ պետք է առաջի հարվածը մենք հասցնենք Ոչ թե նստենք սպասենք մինչև զավենը երկրորդ խումբը կուղարկի մեր հետևից Ատոմ դու ինչ չես լսում Էս խաղ չի Այս անգամ ստավկեքը շատ բարձր են ու կոնի վրա դրածա քո կյանքը իմն էլ հետը Էլ չեմ խոսում իմ ընտանիքի մասին Ես չեմ կարա նրանց Երկրորդ անգամ հարվածի տակ դնեմ ինչա թե մի քանի կոպեկ ավել փող եմ աշխատելու Դու առաջարկում ես, որ մենք հանձնվենք, հա? Չէ, ատոմ ես առաջարկում եմ, որ մենք մի խելամիտ որոշում կայացնենք Ու որն է այդ խելամիտ որոշումը? Որ ես զավենից վախենալով հրաժարվեմ իմ գործերից ու վաղն էլ սաղ քաղաքը խոսա թե ատոմը այդքան տղամարդկություն չունեցավ, հա, որ իրան առաջ տանի։ Լսի ատոմ, դու հիմա ուզում ես քայլ անես ու հետո չես կարողանալու հետ դառնաս։ Եթե դու այդ քայլն արեցիր, ես քո հետևից գալու եմ մինչև վերջ, բայց ես ուզում եմ որ դու մի բան գիտակցես, որ այդ ճանապարհին մենք զոհեր ենք տալու, այդ կարող է լինի մեր ամենամոտ հարազատները, դու պատրաստ ես այդ զոհողությանը։ Դե ուրեմն ատոմ, մենք այդ քարերի առաջի պարտիան կռեալիզացնենք ու հետո դուրս կգանք այդ գործից։ Չէ, Վարդան, չէ, կներես չէ։ Ու հարցը ստեղ մենակ փողը չի։ Ես այդ փողը ուրիշ ճանապարհներով էլ կաշխատեմ ու աշխատում եմ։ Դու ճիշտ ես ասում, որ այստեղ կոնի վրա իմ կյանքն է դրած։ Բայց դրա հետ նաև իմ ավտորիտետի հարցն է։ Ես այս քաղաքում շատերին ապացուցելու բանում եմ։ Վարդան միջև վերջ լսի։ Դու արդեն քո արգանքն ու ավտորիտետը վաստակել ես։ Ու ոչ մեկ չի կարա քո հետևից ասի թե Վարդանը զավենից վախեցավ ու գործից դուրս թռավ։ Բայց համոզված եղի իմ հետևից կխոսան։ Ես այդ խոսացողների բերանը կփակեմ, չկասկածես։ Չեմ կասկածում, բայց սաղի բերանը հաստատ չես հասցնի փակես։ Վարդան, ես քեզ հարազատ հոր պես հարգում ու սիրում եմ։ Բայց այս հարցում պետք է քեզ մերժեմ։ Ու խնդրում եմ,
չփորձես ինձ խանգարես։ Ատոմ ջան, դու հələ ջահել ես, կհասցնես քեզ ռեալիզացնես։ Մի ուրիշի դեպքում ես միջև վերջ քո հետ կգայի ու հաստատ մենք մեր նպատակին կհասնեինք, բայց Զավենը ուրիշ նյութից է սարքած։ Հնարավոր չի մի մարդու հետ կռիվ տաս, որը կորցնելու բան չունի։ Ծնողներիս կորցնելուց հետո ես մի քանի տարի Ռուսաստանում եմ անցկացրել։ Վարդան, ես գնացել եմ մի տեղ, որտեղ ոչ մեկին չես ճանաչում։ Բայց մի քանի ամսից քաղաքի կեսը իմ ձեռքում էր արդեն։ Հա, այդ Մոսկվան չէր, համեմատաբար փոքր քաղաք էր, բայց ես կար ժամանակում կողմնորոշվեցի ու հասա իմ նպատակին։ Ու ինձ թվում է, որ հիմա էլ ես գլուխ կհանեմ։ Իսկ Իրանը, քեզ թվում է ես կթողեմ, որ իմ աղջիկը հանդիպի մի մարդու հետ, որը հանուն իրա պրինցիպների թքած ունենա իրա սեփական կյանքի վրա ու իրա հարազատների անվտանգության վրա։ Իրային մի խառնես գործի հետ, դրանք լրիվ ուրիշ թեմաներ են։ Թեմաներն ուրիշ են, բայց նյութը մեկն է։ Նայեք, ուշադիր նայ, ոնց որ քեզ հայրու մեջ կնայես սրանից 20-30 տարի հետո։ Ինչ ես ուզում, նարկաման տղա, աղջիկ, որի գոյության մասին 20 տարի չես իմացել, կին, որ իմ ձեռը տառապել է այդքան տարիներ։ Այդ չեմ խոսում հարազատներիս, ընկերներիս մասին, որ իմ պատճառով սպանվել են, մի քանիսին էլ ես եմ սպանել հանուն ինչ-որ պրինցիպների։ Ու տենց կյանք ես ուզում քո համար։ Չէ, Վարդան, ես տենց կյանք չեմ ուզում։ Ուրեմն հրաժարվի, Ատոմ, ես քեզ խնդրում եմ հրաժարվի այդ քարերից։ Վարդան, ես քեզ արդեն ասեցի, որ այստեղ հարցը քարերը չի։ Եթե այսօր ես կուլ գնացի Զավենին, վաղ ինքը նոր պայմաններ ա դնելու իմ առաջ, ու այնքան մինչև որ ինձ չճզմի։ Ճիշտ է, հիմա կոնի վրա իմ կյանքն ա դրած։ Բայց ես պիտի գնամ այդ ռիսկին։ Ու քեզ էլ պիտի խնդրեմ, որ չկանգնես իմ ճանապարհին։ Ջահելություն ես անում, Ատոմ։ Հնարավոր է, որ այդ լավագույն լուծումը չի, բայց ես ուրիշ ելք չունեմ։ Կամ ես, կամ Զավենը, երրորդ տարբերակ չկա։ Լուսինե, դու ամեն ինչ լսեցիր։ Դուք այնքան բարձր եք խոսում, որ հնարավոր չէր չլսել։ Դու իրոք փոխվել ես, Վարդան։ Առաջ դու երբեք փոխզիջումների չէիր գնում, իսկ հիմա պատրաստ ես դա անելու։ Ես իմ կյանքի սխալներից դասեր եմ քաղել, Լուսինե։ Ատոմը ջահել է, չի հասկանում, թե ինչ մարդկանց հետ գործ ունի, եթե իհարկե կարելի է դրանց մարդ համարել։ Երբ լսում էի, թե ինչպես է Ատոմը ոգևորված խոսում, դու էր գալիս աչքիս առաջ։ Երիտասարդ ժամանակ դու ճիշտ նրա նման էիր, ուզում էր միանգամից տիրանաս աշխարհին։ Չէ, Լուսինե, աշխարհին տիրանան անհնար է։ Արդը կարա աշխարհի մի փոքր անկյունը իրանը համարի։ Միամտաբար, դրա համար էլ պիտի վճարես այն ամենաթանկը, որ կա քո համար։ Այդ է դրա գինը։ Դու չես կարող Ատոմին կանգնեցնել, նա արդեն իր սեփական որոշումը կայացրել։ Ինչ անեմ, Լուսինե, թողնեմ գնի այդ գելերի բերանը, նրանք Ատոմին մի վայրկյանում կուլ կտան, ոչ մի բան չի զգա։ Եթե միջամտեցիր, ապա այդ հոսանքը
քեզ էլ կքշի կտանի։ Լուսինե, ես պարտավորություններ ունեմ նրա ծնողների հանդեպ։ Ոչ եմ կարա թողնեմ, որ նրանց բախտին արժանանամ։ Լուսինե, դու խելացի կին ես, մի խորհուրդ տուր ինձ։ Ես խճճվել եմ, ոլորվել եմ, ես չգիտեմ ինչ անեմ։ Ես երկու քարի արանքում եմ, մի խորհուրդ տուր ինձ, Լուսինե։ Դու իմ խորհրդի կարիքը չունես։ Դու արդեն որոշել ես ինչ անես։ Լուսինե, ես չգիտեմ ինչ անեմ ամեն անգամ, երբ ուզում եմ դուրս պրծնեմ այդ անիծված կյանքից, մագնիսի նման ձգում տանում է իրա մոտ։ Ես քո հարցի պատասխանը չունեմ։ Միայն դու գիտես ինչ անել։ Երբ են Գևորգին հիվանդանոցից դուրս գրելու։ Այսօր Մուշոյին ուղարկել եմ երեխու հետևից։ Իսկ ինչու դու ինքդ չես գնացել, որ որդու տուն բերես։ Լուսինե, իմ տղեն ինձ ատում է։ Նա համարում է, որ իր դժբախտությունների պատճառը ես եմ։ Կարող է այդ տենց էլ կա։ Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ինքն է ընտրում իր սեփական ճանապարհը։ Ճիշտ է, դու լավագույն հայրը չես եղել Գևորգի համար։ Նա կարող էր ուրիշ ուղով գնալ, բայց չգնաց։ Ես ու Գևորգը, Լուսինե, իրարից օտարացել ենք, իմ ներկայությունը նրան գրգռում ավելի լավ կլինի, որ մենք իրարից հեռու մնանք մի առժամանակ։ Դա Գևորգին հետ չի պահի, որ նա կրկին չփորձի թմրադեղերով տարվել, եթե դա է նրան մեկուսացնելու իմաստը։ Չէ, Լուսինե, ես նրան չեմ մեկուսացնում, ես ինքս եմ մեկուսանում։ Լուսինե, ես ամեն ինչ արել եմ, ես նրան ծեծել եմ, ես նրան խնդրել եմ, աղաչել եմ, ես Գևորգին փակի տակ եմ պահել, օրերով, ոչինչ չի ստացվում, ես էլ չգիտեմ ինչպես վարվեմ նրա հետ, Լուսինե։ Վարդան, փորձիր հասկանալ նրան։ Չէ, Լուսինե, ես չեմ կարող նրան հասկանամ, ես ոնց հասկանամ մի մարդու, որի ուղեղը նարկոտիկը չորացրել է։ Ալո, Հայր ջան, գալիս եմ։ Իրաներ, այգում ինձ են սպասում, ես գնամ։ Գնա, Լուսինե, երկար չմնաք, երեխեն կմրսի։ Լավ։ Վարդան, հիշում ես, երբ մենք նոր էինք ամուսնացել, դու ինձ մի բան ես խոստացել, որը ես մինչև հիմա հիշում։ Իսկ դու հիշում ես դա ինչ խոստում էր։ Հիշում եմ։ Ես քեզ խոստացել էի, որ ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, կենդանի կվերադառնամ տուն։ Դու միշտ կատարել ես այդ խոստումդ։ Միակ խոստումդ, որը չես դրշել երբեք։ Ու ես հուսով եմ, որ դու ապագայում էլ խոստմանդ հավատարիմ կմնաս։ Ես կփորձեմ։ Փորձել պետք չի։ Դու խոստացել ես ու պիտի կատարես։
Կանգնի։ Ինչ։ Կանգնի տեղը տուրոտ։ Թե դու սովոր ես սաղ կյանքդ սողալով մանգաս։ Հովը ես հիմա ինչի եմ ստեղ։ Ինչ եք ուզում ինձնից։ Իսկ դու ոնց ես մտածում։ Հովը ես մեղավոր չեմ ես հարցում։ Երդվում եմ, ես նորոնա մեզ պաստավի տարել։ Ո՞վ է փողերը գործի մեջ դրել։ Ես, բայց նորոն ասեց, որ 100%-անոց գործ է։ Նորոն կարար թե շատ բան ասեր։ Բաքու գլուխը որտեղ էր։ Մինչև միլիոնները գործի մեջ դնելը մի քանի անգամ ստուգում են, հետո նոր են գործանում։ Չէ, հովը ջան, հորս արև, ես ուզում էի տենց էլ անեի, ոնց որ ասում ես, ուզում էի ստուգել տայի, հետո սկսեի, բայց նորոն ինձ գարանտիա տվեց, ասեց, որ ամեն ինչ մաքուր է։ Հիմա իմ մոտ ունես տպավորություն է, ոնց որ մեղի գլխի հետ խոսամ։ Ես ասում եմ, բացատրում եմ, այս քո տուփոյ գլուխը չի մտնում։ Հովը, ինչ կա ես են եմ ասում, երդվում եմ, չես հավատում ինձ, գնա օֆիսի աշխատողներից հարցրու։ Հիմա ես դեպքում նորիկ հետ աշխատել ես որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ, ճիշտ է։ Հա։ Ու ձեր պրոյեկտը վարվել է։ Հա։ Ուրեմն այս զուտ բիզնեսի խնդիր է։ Հա։ Դե որ հա, ինչ ես կանգնում այդ մարդուն ու գրաժատանում, որ փողերը վազվրակ չանես, քո ընտանիք հետ կարող է վատ բան պատահի։ Չգիտեիր, որ նորիկ հետ իմ հարազատ աղջիկն ապրում իր մոր հետ, այս շակալ։ Հովը, երդվում եմ, ես նոր եմ իմացել։ Վերջին անգամ եմ զգուշացնում, որ քեզ մի անգամ էլ տեսա նորիկի կողքը։ Համարի, որ դիակ ես։ Հա, ես քեզ լավ հասկացա, հովը ջան։ Էլ չի կրկնվի։ Ազատ ես։ Հա։ Հա։ Մարդ իր թող սրա սաղ քայլերին հետևի, Գարիկ։ Մտածում ես այսքան բանից հետո դուխ կանի էլի նորիկին մոտենա։ Հիմա ես սրա մասին չեմ մտածում։ Օբշի իտոք, այս շակալը Զավենի փողերն է կորցրել։ Ու հիմա ինձ հետաքրում է թե Զավենը ինչ քայլերի կդիմի։ Հասկացա քեզ, Հովո ջան, կանենք։ Գարնետի ճշտություն։ Նոր մի քիչ առաջ տիկո հետ հեռախոսով խոսացի, ասեց կգա մտեղ կորոշենք։ Հիմա որ այստեղ կլինի։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ ինձ օգնեցիք։ Կարիք չկա մերի ջան։ Գիտես, սաղ ճանապարհին մտածում էի, թե ինչ գործ ունես այդ ուղղի հետ։ Ու ոչ մի պատճառ չգտա։ Վիգենի հետ մենք մանկության ընկերներ ենք։ Դպրոցը ավարտելուց հետո չենք շփվում իրար հետ։ Հետո պատահաբար հանդիպեցինք ընկերուհուս ծննդյան օրը։ Ու սիրարվեցիք իրար։ Չէ, ես նրան երբեք չեմ սիրել։ Բայց տղան ամուսնությունից էր խոսում մերի։ Վիգենը օգնել է մեր ընտանիքին, որ մեր տունը ձեռքներիցս չվերցնեն պարտքի դիմաց։ Ու հիմա համարում է, որ ես իր սեփականությունն եմ ու իմ հետ կարա անի ամեն ինչ, ինչ ուզում է։ Ու դրան ծնողներս էլ են նպաստում։ Նրանք ուզում են, որ ես ամուսնանամ Վիգենի հետ։ Նրանք մտածում են, որ ես Վիգենի հետ ապահովված կապրեմ։ Իսկ դու ինչ կարծիք ունես դրա մասին։ Ես նրա հետ չեմ կարող ապրեմ, Վիգենը վայրենի է։ Պարզ է ամեն ինչ։ Մերի, սի մեռախոսի համարն է։
Իմ համար 24 ժամ հասանելի կլինի քեզ համար։ Եթե դաժե տուրոդը, պրոստը, կանցնի ձեր պատուանի տակից, զանգի ինձ, ես քեզ խոստանում եմ, որ նա էլ երբեք չի նեղացնի քեզ։ Լավ, մերսի։ Կարիք չկա ամեն անգամ այդ բառն ասես։ Վիգենը հեշտությամբ ինձանից ձեռք չի քաշի։ Ու դու խնդիրներ ես ունենալու իմ պատճառով։ Այդ տողին վրա մերի։ Ես գիտեմ դրա նմանների հետ ոնց խոսեմ։ Ես քեզ խոստանում եմ, էլ նա երբեք ձեռք չի բարձրացնի քո վրա։ Իսկ հիմա մտի տուն, հանգստացի։ Ես երեկոյան կզանգեմ։ Եթե ժամանակ կունենաս, կգնանք հանգիստ կխոսանք, մի տեղ կնստենք, լավ։ Լավ։ Դե գնա հանգիստ եղիր։ Դուք առաջի մարդիկ չեք, որից բողոքում եք, թե ոնց է հողում գործերը վարում ու սաղ իրա փեշի տակ է հավաքում, բայց շուտով ամեն ինչ փոխվելու է, մենակ թե դուք եք ուզենաք։ Մենք պատրաստ ենք, Միրո ջան, մեր գլխին մարդ է պետք, որ ասի ոնց անենք։ Քո ավտորիտետով ունեցած դիրքով դու մեր մեջից ամենաբարձրն ես։ Մենակ դու կարաս հողոյին բացադրես, որ իր տղեկի գյամերը քաշի։ Ես կվերականգնեմ մարդարությունը, ու ամեն մարդ իր փայը կստանա։ Իսկ հիմա գնացեք տղեկ։ Գիտեմ, որ հոգնեցես, Վիրո ջան։ Առավոտից մի 100 մարդ ընդունել ես, բայց մալխասն ես թե։ Ասել էիր, որ գա։ Լավ։ Աղտասին թողեք։ Ես շատ հոգնած եմ, ուզում էի հանգստանալ, բայց ինձ ասել են, որ դու լուրջ մարդ ես, ու անտեղ իմ ժամանակը չես խլի, խոսա ես քեզ լսում եմ։ Միրո, ես հարգում եմ քեզ ու քո անցած ճանապարհը, բայց այն մարդիկ, ովքեր իմ մասին քեզ ասել են, նաև պետք է ասած լինեն, որ ես ուղիղ խոսալու կողմնակից եմ, առանց պոնտերի, մտքից ինչ կա ուղիղ ասում եմ։ Դրա մասին էլ եմ լսել։ Կաներես, որ հարցը ուղիղ եմ տալու, բայց իմ առաջ տենում եմ մի մարդու, որին շատ չի մնացել ապրելու։ Ու ես չեմ հասկանում այն մոտիվացիան, որի համար դու պատրաստ ես Սովիկի հետ կռիվ սկսել։ Ես ինչ զրույցներ ես տանում, մախս։ Չես ժոգում, թե ում հետ ես խոսում։ Էդ է քո զրույցի թեման։ Դու մի խառնվի կարո։ Ինձ թվում է, որ Միրոն հասկացավ ես ինչի նկատում։ Ես գիտեմ, որ դու առողջական լուրջ պրոբլեմներ ունես։ Որ դեպք ես։ Լուրերը շատ արագ են տեղացնում կարող։ Ես գիտեմ, որ հարցը մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ես այն հարցն է, որը բացի ինձանից մնացած տղեկին էլ հետաքրքրում, որոնք ուզում են միանան ձեզ։ Ուղղակի դուք չեն անում այդ հարցի մասին խոսալ։ Իսկ դու անում ես ու չես վախենում հետևանքներից։
Ես ավելի լավ է իմանամ գլխանց ուր եմ գնում, քան հետո իմանամ, որ ես պարել եմ ուրիշի դուդուկի տակ։ Քո հետ ուղղամտությունը մի օր գլխիդ չարկատակա խաղալու, բայց ես քո հարցը այս սիտուացիայում ես տեղին եմ համարում։ Ես ուղղակի փորձում եմ հասկանալ, թե դու ինչքան հեռու կարաս գնաս, մեզ էլ քո հետ տանելով։ Ես ու բարոնը ամեն ինչ իրար հետ ենք սկսել։ Իրար հետ էինք քաղաքին տիրություն անում։ Բայց հետո հայտնվեց Հովոն։ Բարոն, ես գիտեմ, որ դու ու Միրոն 100 տարվա ընկերներ եք։ Բայց այսօր ինքը քո թիկունքում մութ գործերով զբաղվում, որը անմիջապես ինձ առնչվում։ Եթե սեն շարունակվեց, ես պետք է պատասխան տամ իրան, որը չեմ արել քո նկատմամբ ունեցած հարգանքից։ Ինչու՞մն է կոնկրետ բանը, Հովիկ։ Միրոնին բանկերով առանց ինձ նախազգուշացնելու տաջիկների կեղտոտ փողերն ա լվում։ Դու չգիտեիր։ Դրանք նարկոտիկից ստացված փողեր են։ Միրոն օգնում է, որ գրուզը հասնի Ռուսաստան։ Հետո մեր բանկերի միջոցով լվում են վաճառքից առաջացած փողը, ինքը վերցնում է իր փայը, մնացածը ուղարկում է իրանց։ Այդ արդեն հստակ գործող մեխանիզմ է։ Ինչքան ժամանակ է, որ այդպես շարունակվում է, Հովիկ։ Չգիտեմ, ու երևի չիմանայի, եթե Միրոն չորոշեր իմ բանկի միջոցով իր հարցերը լուծի։ Ես երեք եմ իմացել այդ մասին։ Ես նարկոտիկներով չեմ զբաղվել, Հովիկ։ Ես գիտեմ, բարոն, դրա համար էլ ասում եմ, որ դեմը պետք է առնվի։ Միրոն իր չմտածված գործողություններով մեզ երկուսից էլ պաստավի տանելու վերջում։ Ես վերջ կդնեմ այդ ամենին։ Խոստանում եմ քեզ։ Ես կարամ ինքս անեմ, բարոն, եթե դու տաս քո համաձայնությունը։ Չէ, դա իմ գործն է, Հովիկ։ Լավ, ոնց կուզես։ Բարև ձեզ։ Բարև Միրո։ Ես քեզ հետ խոսելու բան ունեմ, Միրո։ Ինչ թեմայով։ Դու լավ գիտես, թե ինչ թեմայով։ Հովիկ, ես ու Միրոն առանցին պետք է խոսենք, եթե դու դեմ չես։ Ես տեղ կսպասեմ։ Գնանք, խոսենք, Միրո։ Գնանք։ Դա։ Ովքեր են, որ չհասա հնարավոր չի։ Ու հետո Միրոյի բոլոր գործարքները սառացրեք բանկում։ Ես ձեզ կասեմ այդ փողերը ինչ անեք։ Հասկացար։ Լավ։ Հոմո, այս բանը ես քեզ չեմ ների, լսում ես։ Չեմ ների։ Դու իմ վրա իշխանություն չունես, որ ներես կամ չներես, Միրո։ Բայց եթե կորոշես իմ այդ հարցերը լուծես, ես պատրաստ եմ, դու գիտես ոնց ինձ գտնես։ Ես ու Միրոն այլևս իրար հետ չենք։ Եվ նա այսուհետև իրավունք չունի հարցեր լուծելուց, հղում անի իմ անունից։ Վերջ։ Իսկ հետո ես ու բարոնի Յարից բաժանվեցինք որպես թշնամիներ։ Բայց բարոնին մնաց փառքն ու իշխանությունը, իսկ իմ ուսերի հետևին ոչ մի բան, բացի նոր սարոկից։ Ու ես ուզում եմ Մալխաս, ստանամ այն ինչ, որ ինձ է պատկանում։ Ուզում եմ, որ ինձնից հետո Միրոյի մասին խոսալուց ոտքի կայունեն նոր խոսան, այլ ոչ թե ասեն, որ ինքը ինչ-որ մեկն էր։ Քո պատասխանը հասկանալի է ինձ, ու լրիվ բավարարում է Միրո։
Հիմա դու ասա, թե ինչի ես եկել Մալխաս։ Ես լուրջ խնդիրներ ունեմ Օվիկի հետ։ Ու եթե ոչ այսօր, արդեն վաղը իսկական որսա սկսելու։ Բայց ես չեմ պատրաստվում մնացածի նման նստել ու սպասել, թե ոնց է Օվիկը վերջս տալու։ Ես մինչև վերջ կռիվ եմ տալու նրա հետ։ Այսօր դու շատ թույլ ես, որ մենակ այդ հովեի դեմը դուրս գաս։ Հա, ուժերը անհավասար է։ Դրա համար ես եկել եմ ձեր մոտ։ Ես կարամ քեզ օգնեմ, Մալխաս։ Բայց պետք է իմանամ դիմացը ինչ կարամ ստանամ։ Առավել եւս, որ ինձ լուրեր են հասել, որ դու Զավենի հետ ես աշխատում։ Մի մարդու, որին ես հաճույքով կսպանեի։ Զավենի հետ ես ուղղակի բիզնես եմ անում, ուրիշ ոչ մի բան։ Ես քեզ կօգնեմ, Մալխաս, բայց դու պիտի հավատարիմ լինես ինձ մինչև վերջ։ Դու իմաստուն մարդ ես, Միրո, ու գիտես, որ հավատարմությունն իր գինն է։ Ես չեմ խոստանում քեզ հավատարիմ լինել, բայց ես մինչև վերջ կգամ քո հետ, եթե դու էլ իմ նման ուզում ես Օվիկին տապալել։ Քո պատասխանը ինձ գոհացնում է, Մալխաս։ Կարողին ասա, ինչու՞ն է քո խնդրը կայանում, մենք կմտածենք, կորոշենք ոնց այդ հարցը լուծենք։